Հայաստանի պետական պարտքը շարունակում է ավելանալ։ Այս տարվա նոյեմբերի տվյալներով մեր երկրի պետական պարտքը 14 միլիարդ 200 միլիոն դոլար է։ Այն դեպքում, երբ այս տարվա հոկտեմբերին 14 միլիարդ 170 միլիոն դոլար էր։ Ի դեպ, հոկտեմբերին նախորդ ամսվա սեպտեմբերի համեմատ պետական պարտքը որոշակիորեն նվազել էր, բայց մենք տեսնում ենք, որ նոյեմբերին կրկին ավելացում կա եւ նոյեմբերի ցուցանիշը վկայում է այն մասին, որ հոկտեմբերին մեկ անգամյա ազդեցության ներքո ենք։ Փաստացի, մեր երկրի պետական պարտքը շարունակում է ավելանալ։ Պարտքի կառուցվածքում գերակշիռ մասը կառավարությանն է բաժին ընկնում, կառավարության պարտքը 13.7 միլիարդ դոլար է։ Պետական պարտքի կառուցվածքն է շատ կարևոր, որին կուզեի ուշադրություն դարձնենք եւ որը տևական ժամանակ է տարբեր հակասական գնահատականների տեղիք է տալիս։ Մասնավորապես պետական պարտքի կառավարության պարտքի կառուցվածքում ներքին պարտքը գերազանցում է արտաքին պարտքը արդեն բավական երկար ժամանակ։ Սա մի կողմից լավ է, օրինակ նույն արտարժույթի, ուրեմն փոխարժեքի տատանումների ռիսկերի մեղման տեսանկյունից, լավ է ելնելով այն հանգամանքից, որ պարտքի սպասարկման գումարները ենթադրաբար մնում են տնտեսությունում եւ իհարկե լավ է արտաքին ազդեցությունների որոշակի մեղման հնարավորության տեսանկյունից, բայց ինչպես ասում են, մեդալն ունի հակառակ կողմ։ Բանն այն է, որ ներքին միջոցների ներգրավումը որպես կանոն ավելի թանկ փողեր են, ավելի թանկ տոկոսներով են, իսկ դա նշանակում է, որ ներքին պարտավորությունների աճը փաստացի էլ ավելի մեծացնում է պետական պարտքի սպասարկման բեռը։ Ի դեպ, սպասարկման բեռի հետ կապված նշենք, որ այս տարվա բյուջեով պետական պարտքի սպասարկմանն ուղղվում է բյուջեի ընդհանուր ծախսերի 11.7%-ը։ Համեմատության համար նշենք, որ սա գրեթե կրկնակի անգամ ավել է, օրինակ առողջապահական բնույթի ծախսերից։ Ինչ է ստացվում։ Ստացվում է, որ պետական պարտքի ավելացումը, հետևաբար նաև պետական պարտքի բեռի սպասարկման ավելացումը կրճատում է բնակչության ուղղվող ենթադրաբար առողջապահական, կրթական, սոցիալական այլ ծախսերը, կամ եթե այլ խոսքով բնութագրենք, պետական պարտքը որքան ավելանում է, այնքան կրճատվում է բնակչության բարեկեցության մակարդակը։ Դիտարկենք պարզագույն օրինակով։ Մեր երկրում վերջին տարիներին առաջին անհրաժեշտության պարենամթերքը, առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքները երբեմն անգամներով են ավելացել այն դեպքում, երբ կենսաթոշակները ֆունդամենտալ, որպես այդպիսին բարձրացում տեղի չի ունեցել կամ առնվազն համարժեք գնաճին, համարժեք չափով չեն ավելացել։ Կենսաթոշակները չեն ավելացել այդ թվում, ելնելով նաև այն հանգամանքից, որ պետական բյուջեն բավական ծանրաբեռնված է, օրինակ նույն պարտքի սպասարկման բեռով։ Այս իմաստով խնդիրն առավել քան օբյեկտիվ է։ Սակայն պատկերի լիարժեք օբյեկտիվ գնահատական տալու համար շատ կարևոր է հասկանալ, թե պետական պարտքի այդ ներգրավող միջոցները ինչ նպատակներով են ծախսվում, որքանով են դրանք արդյունավետ ծախսվում, կամ այլ կերպ ասած, պետական պարտքի կառավարման արդյունավետության խնդիրը։ Ելնելով այն հանգամանքից, թե տարբեր առիթներով քանի տարբեր հիմնավորումներ են ներկայացրել պետական պարտքի ներգրավման համար, ինչպես նաև գրեթե միաժամանակ շրջանառվող թեզերը, որ Հայաստանը չունի պարտքի խնդիր, այսինքն ելնելով այս շրջանառվող շփոթմունքի իրավիճակից, առավել քան իրավունք կա ենթադրելու, որ պետական պարտքը Հայաստանի շարունակաբար ավելանում է այդ միջոցների կառավարման արդյունավետության հետ կապված բազմաթիվ հարցականների ներքո։